Տիկին Ֆարմանյան, մենք հիշում ենք ուրբաթ օրը, երբ որ նախաքննական մարմինը քրեական վարույթի մասին հայտարարեց, երբ որ Մայրաթորում բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքված եւ փորձում էին կանխել Սրբազանին տանելու նախաքննական մարմին, այդ քրեական վարույթը ըստեյության նախաձեռնվեց նրանք, ովքեր արդարադատությանը կհամարձակվեն խոչընդոտել, ապա դա կունենա իրավական հետևանքներ։ Խնդրում եմ բացեք այս վարույթը, սա ինչ է նշանակում եւ հետագայում բոլոր այն քաղաքացիները, որոնք կհամարձակվեն գնալ եւ կանգնել եկեղեցու կողքին կամ որևէ այլ բողոքի ակցիայի ժամանակ արդարության կոչեր հնչեցնել եւ որևէ գործողություն անել, ինչ է նրանց սպասվում։ Իրականում պետության համար շատ ողբերգական ժամանակահատվածում ենք հայտնվել։ Ինչպես գիտեք, պետության հիմնասյուներից մեկը արդարադատության, իրական արդարադատության առկայությունն է եւ երբ որ այսպիսի այստեղ մեղադրանք չկա, այսպիսի իրավական խայտառակություններով գրոհում են ինստիտուցիոնալ սրբության վրա, այլ բառամթերք, քան խայտառակություն կամ կործանում մարդու մտքում չի առաջանում։ Նայեք, եթե սա սինխրոն չկատարվեր մեր թշնամի երկրին որոշակի եւ հոգեվոր եւ պետական ներկայացուցիչների հետ համահունչ այս ամեն ինչը չկատարվեր, գուցե եւ ինչ որ առումով մտածեինք, որ սա process է, որը որ հանրության մոտ գեներացվել է, բայց սա ուղիղ պատվեր է, ուղիղ կամակատարություն եւ ես ցավում եմ, որ իմ երկրում նման բան է կատարվում նախ պետական ինստիտուտների նկատմամբ, հետո արդարադատությանը լրիվ այսպես տապալելու միջոցով։ Բացասական հետևանք ենք ունենալու մեծ հաշվով եւ հասարակության մեջ վախի մթնոլորտ են սերմանում, որ կարծիքի համար կարող են անձին հանիրավի դատապարտել։ Եթե չխնայեցին այս հոգևորականին, որը արքեպիսկոպոսի կարգավիճակ ունի եւ իր ամբողջ կյանքը նվիրաբերել է իր հոտին, հոգևոր արժեքներին եւ մեր մայր եկեղեցուն, ապա ցանկացած քաղաքացու, ցանկացած արտաբերած մտքի համար, այսպես ասած, նոր լույսի ներքո, ինչպես որ դատախազությունը, ձևակերպել է, նոր լույսի ներքո կարող են այդ կարծիքը դիտարկել որպես հանցանք։ Ես ավելի շուտ կասեի, որ դա նոր ստատուսի լույսի ներքո է, այսինքն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի նոր ստատուսի լույսի ներքո ցանկացած անձի կարծիք կարող է դառնալ հանցանք։ Դա շատ աղետալի վիճակի մեզ կարող է հասցնել, եթե մենք մեր արդարադատության, մենք մեր իրավական համակարգի հետ լավ, վատ, զարգացած, նոր զարգացող կապ չունի, մեր ունեցածի հետ, եթե մենք այսպես ենք վարվում, դրան ոչ մի պետություն չի կարող դիմանալ։ Հետևաբար ես մեր հանրությանը կոչ եմ անում նախ քրեական ներողություն խնդրում այդ արդարադատությանը խոչընդոտելու քրեական վարույթը ինչ հետևանքներ կունենա հետագայում։ Նայեք, խոչընդոտելը հենց այդ ձերբակալման խոչընդոտմանն էր վերաբերում։ Տվյալ քաղաքացիների ներկայությունը եւ մեր հոգեվորականների արդարացի դիմադրությունը, որ Միքայել Սրբազանին իր արտահայտած կարծիքի համար չձերբակալեին, կարող է հանգեցնել հետագայում քրեական վարույթի շարունակության եւ քրեական հետապնդումներ հարուցելու եւ այդ մարդիկ կարող են եւ ազատազրկվել եւ դատապարտվել եւ եթե նույնիսկ ազատության մեջ էլ մնան իրենց կարգավիճակով, պայմանավորված ու քրեորեն հետապնդվեն, ինքներդ էլ եք հասկանում, որ ցանկացած քրեական հետապնդում դա անձի համար շատ մեծ դժվարություն, հուզականություն եւ բոլոր առումներով ուրեմն այսպես բարդություն առաջացնող հարց է եւ դա մի գործիք էր, այսպես ասած, որ կարողանան հետո քաղաքացիներին լրացնել եւ այդ դիմադրությունը կասեցնել, հուսով եմ դա չի ստացվի։ Իսկ կարող ենք ենթադրել հաշվի առնելով, թե ինչ էր տեղի ունենում ուրբաթ օրը Մայրաթորում, տեսանյութերը ուսումնասիրության ենթարկվեն եւ բոլոր այն անձիկ, ովքեր դիմադրում էին, որ Սրբազանին մի տարեք, նրանց արդեն վախեցնելու գործընթացը ունենա հետ։
Նայեք, ես լսել եմ, որ ուղղակի այս քանի օրերի ընթացքում չենք հասցրել, հա, աջակցություն ցույց տալ նաև այդ անձանց, քանի որ 24-ժամյա ռեժիմով ուրեմն Սրբազանի շահերի պաշտպանությունն են իրականացրել փաստաբանական խմբի կազմում, բայց տեղեկություն ունեմ, որ մի քանի ձերբակալվածներ կան արդեն այդ գործով, անպայման հետաքրքրվելու եմ, միջոցներ եմ ձեռնարկելու, որ իրենց էլ, հա, փորձենք մենք մեր փաստաբանների պալատի ռեսուրսներով եւ նաեւ ուրեմն անվճար իրավաբանական օգնության շրջանակներում աջակցություն ցուցաբերել, ես ուղղակի այս պահին չգիտեմ այդ անձանց կարգավիճակը, իսկ որ հետո տեսանյութերն ուսումնասիրվելու են, իդենտիֆիկացվելու են այդ անձինք, ովքեր որ այսպես ինքնաբուխ, հա, այդ իրենց արդարացից հասումն են արտահայտել այս անարդարության, այս իրավական վակխանալիայի դեմ ու նրանց նկատմամբ հետապնդումներ են սկսվելու, ես դրան կասկած չունեմ անկեղծ ասած։